Տեր Արամից են խոսում, ասում Տեր Արամը, բայց կտրիչ Ներսիսյանը։ Ինքն կարան ասեն Տեր Արամ, բայց վեհապարին դիմեն կտրիչ Ներսիսյան, էլի էտա ձեր վերաբերմունքը, էլի էտա ձեր վերաբերմունքը։ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունք է դա վերաբերմունք է։ Ու որ խոսում եք, ասում եք բանը, խաղաղություն է հաստատվել։ Տիկին Ղազարյանը խոսում էր նրա մասին, որ ընդդիմությունը շռնդալի ապտակ ստացել, սառը ցնցուղ, այդ պերֆեկտիվի վերնագրերը բերում դնում ասում ես Տիկին Ղազարյան մի քանի ամիս առաջ իմ ու ձեր սիրելի Սյունիքում էի, որտեղ ադրբեջանցիները կրակել էին։ Այդ յուղերի վրա կրակել էին։ Եվ այսօր մենք մեր ասածը որն է, մենք ասում ենք մենք չենք կարող հավատալ Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը պայմանագրաունակ չէ։ Ինչ խոստացել է, ինչ թղթի տակ ստորագրել է, չի կատարել։ Հիմա ասում եք, ինչ ասես թող խոսա, ասում է, Ադրբեջանը ինչ ուզում է թող խոսա։ Բա Ադրբեջանը կողմ չի։ Լավ է որ Տիկին Ջուլհակյանն ասեց Ալիևը, թե չէ սա ասում են ադրբեջանական նարատիվ եք ասում։ Տիկին Ջուլհակյանը լավ մեջ բերեց, ուրեմն ադրբեջանցիների խոսքերը, մասնավորաբար Իլհամ Ալիևի խոսքերը մեջ բերեց, ասելով որ մարդ բան արել։ Հիմա նարատ ես չեմ ասում այդ որ այդ մեջբերումն ասեց ադրբեջանական ձեր հետ ասած ադրբեջանական նարատիվներ չեմ եք պիտի ուշադիր ելենք ադրբեջանի խոսույթ օգտագործում ու թանակը դեռ չչորացած նույն Ալիև կոչվածը տարբեր հարթակներում միջանց կանունն է տալիս էլ իրենց փոխխոսնակը ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակը ասում Ալիևի ուղի Ոչինչ մի քանի վարքյան բան չի աշխարհը չի քանում։ Չէ՞ բայց հարցը գոնե սկսեք։ Մի քանի վարքյան։ Հարցը սկսեք։ Հարցը սկսեմ։ Ուրեմն հարցս հետևյալն է։ Ադրբեջանը մինչև այսօրս չի ասել, որ այստեղ կան հայկական տարածքներ։ Ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի ասել այստեղ հայկական տարածքներ կա։ Պարոն Փաշինյան։ Մենք ասում ենք Այստեղ Հայաստանի Հանրապետությունում կան ադրբեջանական տարածքներ։ Ասում եք այստեղ այն դեպքում, երբ որ ադրբեջանական ուժերը օկուպացրել են մեր տարածքները։ Հիմա հարց, ավարտում եմ, հարց հիմա։ Ինչ իրավական փաստաթղթերի հիման վրա եք դուք պնդում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական, այսպես կոչված տարածքներ, որոնք պատկանում տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջան։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, դա արձանագրում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության երկար վերնակով սահմանազատման հանձնաժողովի համատեղ կանոնակարգի վրա հիմնվելով, որտեղ ասվում է, որ սահմանազատման բազային սկզբունքը Ալմաթեի հռչակագիրն է։ Սա առաջինը, այսինքն դե յուրե Հայաստանի Հանրապետության բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի վրա եմ հիմնվում, որովհետև մեր սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի եւ Հայաստանի օրենսդրության հակասության դեպքում միջազգային վավերացված պայմանագրերը ունեն գերակայություն։ Երկրորդը վստահության մասին։ Ես էլի ստիպված եմ կրկնել։ Խոսքը վստահության մասին չի, եթե վստահություն լիներ եւ վստահություն լիներ եւ վստահ լինենք, որ այդ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն չէր լինի։ Բանա որ կխոսենք, ձեր կտավեինք, հաջող կանեինք։ Այս թուղթը ստորագրվել է հենց նրա համար, որ չկա վստահություն։ Այս թուղթը ստորագրվել է նրա համար, որ Հայաստանում այդ ինչա ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն հայտարարություններ, որոնք հաճո են Ադրբեջանի ականջին։ Այդ ինչի է ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն տերմիններ, որոնցով Ադրբեջանը չի համարում, որ
Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության կոնկրետ քաղաքացիներ կամ ուժեր խախտում են, ինչի է ձեզ թվում։ Հենց դրա համար է, որ թուղթը գրած է, որ երբ որ փորձենք մեկնաբանել, այն ինչ նշանակում, այս թուղթը դրա համար է գրած։ Ընդ որում գրած է անգլերենով։ Արձագանք։ Պարոն Փաշինյան, Ադրբեջանի իշխանություններն են, Ադրբեջանի քաղաքացիները չեն, այդ ասողները։ Եվ մի հատ էլ մնում է բան անեք, տանեք դատեք, ասում եք այլ կարծիքներ կան, այլ բաներ կան, հա բա պտիլն են, բոլորս ձեր կարծիքի հետ համաձայն չլինենք։ Հիմա ուզում եք ասեք, որ Ադրբեջանը վաղը միսօր իմաստացը պիտի օգտագործի, ասի բանա, Գառնիկ Դանելյանը բանա հրահարում։ Այսինքն ձեր կառավարությունը, այսինքն դուք որպես կառավարություն, որ ձեզ հռչակել եք, դուք առնվազն այնքան զգուշ եք ձեր հոսույթի մեջ, այնքան զգուշ եք, կամ ձեր կառավարության, դուք տեղիք էլ չեք տալի, որ իրանք ինչ-որ մի բան ուզենան ասեն կամ չասեն։ Հարցը այն է, որ այդ մարդիկ հետևողականորեն, ասում եմ թանակը դեռ չչորացած, հետևողականորեն ասում են եւ դա մեզ չի կարող չմտահոգել։ Իսկ ինչ մնում է նրան, թե պաշտոնական իրաց դիրքորոշումն է դա։ Եվ դա ամենաբարձր մակարդակում Ալիևը հնչեցնում է Չինաստանում հնչեցրել է, չէ, դուք էլ արձագանքեցիք, լավ է որ արձագանքեցիք։ Բայց ասում ենք այն պարզ ճշմարտությունը, որ պետք չի ստեղ կանգնել ազգային ժողովում ասել վերջ ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ռազմական բյուջե, սա կրճատենք, բան անենք, վերջ, ապրեք ուրախ երջանիկ։ Պարոն Դանելյան, ես ձեզ համար լուր ունեմ, դուք իշխանության ներկայացուցիչ եք։ Դուք բարձրաստիճան պաշտոնյա եք։ Դուք Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ եք։ Եվ ես ասում եմ, վերջ ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրենք ուրախ եւ երջանիկ, ծնկի գալով մեր նահատակների հիշատակի առաջ։ Եվ ասում եմ, խաղաղությունը հաստատված է, ապրենք ուրախ եւ երջանիկ, ծնկի գալով մեր նահատակների հիշողության առաջ։ Էսա մեր խոսույթի տարբերությունը։ Դուք ասում եք, ոչ ժողովուրդ, եկեք ապրենք դժբախտ։ Ես ասում եմ, վերջ ժողովուրդ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրենք ուրախ եւ երջանիկ։ Եվ հաստատված է, եւ չկա որևէ մեկը, որ ապացուցի հակառակը։ Ինչքան էլ մի տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի չարչարվեք, չեք կարողանալու ապացուցեք հակառակը։ Եվ վերջ, խաղաղությունը հաստատված է։